Ինչպես թողնել անցյալը, թողնել խնդիրները անցյալում և կյանքը սկսել մաքուր էջից։ Երբեմն պարզապես անհրաժեշտ է թողնել մեր հետևում այն ամենը, ինչ իր ժամանակն ապրել է և մեզ հետ է քաշում դեպի անցյալ։ Կան փորձված մեթոդներ, որոնք օգնում են փակել անցյալի դռները և առաջ շարժվել առանց այն բեռի, որը խանգարում է մեր առաջընթացին։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ անցյալը կարծես ծանր բեռ լինի, խոչընդոտելով առաջ գնալուն և երջանիկ ապագա կառուցելուն։ Չավարտված վիրավորանքները, հիասթափությունները, կուտակված բացասական փորձն ու ներքին վախերը կարող են խլել էներգիան, փակել ինքնավստահությունը և նույնիսկ դանդաղեցնել զարգացումը։ Սակայն անցյալը պարզապես պատմություն է, որը մենք կարող ենք թողնել մեր հետևում։ Ինչպես սկսել մաքուր էջից, թողնելով այն ամենը, ինչը այլևս չի ծառայում բարեկեցությանը։ Առաջինը դա հասկացեք և գիտակցեք. խնդիրները փորձ են, ոչ թե դատավճիռ։ Ներքին ազատությանը տանող առաջին քայլը գիտակցելն է, որ ցանկացած դժվարություն ոչ թե պատիժ էր, այլ դաս։ Յուրաքանչյուր սխալ, բարդ իրավիճակ կամ նույնիսկ դավաճանություն ձևավորում է բնավորությունը, սովորեցնում իմաստություն, համբերություն և շնորհակալություն լավ օրերի համար։ Թույլ տվեք ձեզ նայել անցյալին առանց ցավի, որպես աճի աղբյուրի։ Երկրորդը դա ներումն է։ Ներումը ազատագրման ամենակարևոր քայլն է։ Վիրավորանքները, զայրույթն ու հիասթափությունները հաճախ տարիներով մնում են մեզ հետ, վերածվելով անտեսանելի պատնեշի, նոր զգացմունքների և ուրախության համար։ Փորձեք անկեղծորեն խոսել ինքներդ ձեզ հետ։ Սրտանց թողեք հին դժգոհությունները, ներելով և ձեզ, և ուրիշներին։ Այդպես դուք մեծ քայլ կկատարեք ներքին խաղաղության ճանապարհին։ Երրորդը դա ազատեք տարածքը։ Երբեմն իրերը, մարդիկ և նույնիսկ սովորական մտքերը մեր շուրջը դարձնում են անցյալին կապող կետեր։ Կատարեք մաքրում, ազատվեք այն առարկաներից, որոնք կապված են տհաճ հիշողությունների հետ, վերանայեք լուսանկարները, շփման շրջանակից հանեք նրանց, ովքեր միայն ավելացնում են բացասականն ու անհարգալից վերաբերմունքը։ Ձեր շուրջը թարմացված տարածք ստեղծելով դուք հոգու մեջ թարմ օդ եք ներս թողնում։ Չորրորդը դա ձևավորեք նոր իմաստներ և նպատակներ։ Երբեմն մարդը կանգ է առնում ոչ թե այն պատճառով, որ չի կարող ինչ-որ բան մոռանալ, այլ որովհետև չգիտի ուր գնալ։ Թող նոր նպատակը դառնա ձեր կողմնացույցը, թեկուզ սկզբում դա լինի փոքր երազանք, սանրվածքի փոփոխություն, օտար լեզվի ուսուցում, վերանորոգում, ճանապարհորդություն կամ սպորտ։ Ամեն օր արեք գոնե մեկ քայլ դեպի ձեր նոր, լուսավոր տարբերակը։ Եվ հինգերորդը դա գտեք հենարանն ինքներդ ձեր մեջ։ Արտաքին աշխարհի վրա հենվելը միշտ ռիսկային է։ Աշխատանքը փոխվում է, մարդիկ հեռանում են, հանգամանքները շրջվում են։ Սովորեք լսել ինքներդ ձեզ։ Նշել ձեր հաջողությունները, եթե դրանք փոքր են, աջակցեք ձեր ներքին երեխային և շնորհակալ եղեք ինքներդ ձեզ դիմացկուն լինելու համար։ Երբեմն նոր մեկնարկի համար բավական է հավատալ, որ ես կկարողանամ, ես արժանի եմ երջանկության։ Ցանկացած ավանդույթի մեջ գոյություն ունեն կյանքի նոր փուլ անցնելու պարզ ծեսեր՝ ընդհանուր մաքրում, վիրավորանքներով գրառումների այրում, տոնական մոմեր, աղոթք, աֆիրմացիաներ և երախտագիտության պրակտիկա։ Ամենակարևորը դրանց մեջ իմաստ ներդնելն է և կատարել անկեղծ մտադրությամբ՝ առաջ շարժվելու համար։ Հինը թողնելը, ներելն ու նորից սկսելը դժվար է, բայց միշտ հնարավոր։ Ամեն նոր օր հնարավորություն է տալիս բացել թևերը և կյանք ներս թողել նորացում, ուրախություն ու ներդաշնակություն։ Մի վախեցեք վերջակետ դնել և սկսել մաքուր էջից։ Առջևում այնքան լուսավոր ու զարմանալի բան կա, որ սպասում է հենց ձեզ։